Իսրայելի զինված ուժերը գիշերվանից հարվածում են Թեհրանին, Սպահանին, Թավրիզին, Քերմանշահին և այլ բնակավայրերի։ Ըստ Ցահալի խոցվել են մի քանի տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում հրթիռների արտադրություններ։ Թիրախում են հայտնվել Թեհրանի հիվանդանոցներից մեկը, ինչպես նաև միջուկային հետազոտությունների կենտրոնակայանը։ Իսրայելից կոչ են արել թեհրանցիներին տարհանվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են Իրանի Արաքի միջուկային ռեակտորը։ Կա ճառագայթային վթարի վտանգ։ Իրանն էլ հրթիռակոծել է Իսրայելը, այդ թվում բալիստիկ հրթիռներով։ Բեերշեբա քաղաքում կան վիրավորներ։ Պահպանվում է հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավման մտավախությունը։ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը համապատասխան որոշում կկայացնի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Քերոլայն Լևիտի խոսքով Վաշինգտոնը կարծում է, որ դեռ Իրանի հետ բանակցությունների հավանականություն կա։ Նա տեղեկացրել է, որ Թեհրանի հետ շփումները շարունակվում են։ Reuters-ի տվյալով իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարարն արդեն մի քանի հեռախոսազրույց են ունեցել, փորձելով ստեղծված ճգնաժամից դիվանագիտական ելք գտնել։ Արևմտյան ԶԼՄ-ները նաև գրում են, որ առաջիկայում ամերիկյան ուժերը կարող են հարվածել Իրանի ամենապաշտպանված Ֆորդոյի միջուկային օբյեկտին։ Վաշինգտոնից շարունակում են պնդել՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս կոչերը հնչում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարությունների ֆոնին, որ Իսրայելի հարձակման պահին Իրանը միջուկային զենքի ստեղծմամբ չի զբաղվել։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա մասնակցելու Իրանի հարցով բանակցություններին։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարները։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Դեյվիդ Լեմին հայտարարել է՝ այժմ 2 շաբաթ կա հասնելու դիվանագիտական լուծման։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարը զգուշացրել է, մինչև Իսրայելը չդադարեցնի ագրեսիան, Թեհրանը որևէ բանակցություն չի վարի Վաշինգտոնի հետ։ Ամերիկացիները ցանկանում են բանակցություններ վարել և բազմիցս ուղերձներ են հղել մեզ, սակայն մենք չենք բանակցում Միացյալ Նահանգների հետ որպես սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մեղսակից, շեշտել է Աբբաս Արաղչին։ Իսլամական Հանրապետության նախագահը ևս հայտարարել է՝ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել միայն եթե ագրեսիան դադարեցվի և Թեհրանին համապատասխան երաշխիքներ տրամադրվեն։ Այլապես թշնամուն մեր արձագանքն ավելի կոշտ կլինի, նախազգուշացրել է Մասուդ Փեզեշքյանը։ Մինչդեռ Իսրայելը խոստանում է շարունակել հարվածները, նախազգուշացնում՝ կանգ չեն առնի, քանի դեռ չեն հասել բոլոր նպատակներին։ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է հունիսի 13-ից Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողության նպատակներին։ Իսրայելի վարչապետի խոսքով ցանկանում են վերջ տալ իրանական միջուկային ծրագրին և կանխել Իսլամական Հանրապետությունից բխող սպառնալիքները։ Երկրորդ նպատակն է խափանել նրանց բալիստիկ հնարավորությունները։ Հարվածում ենք նաև կառավարության հետ կապված թիրախներին և իշխանության կենտրոններին։ Իսկ Իրանում ռեժիմը փոխելը Իսրայելի պաշտոնապես հայտարարված նպատակը չէ, սակայն կարող է դառնալ մեր ներկայիս գործողությունների արդյունքը, մանրամասնել է Իսրայելի վարչապետը։ Մոսկվայից արձագանքել են Նեթանյահուի հայտարարությանը։ Կրեմլի խոսնակը Sky News-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Իրանում իշխանափոխության մասին խոսակցություններն անգամ անթույլատրելի են։ Դմիտրի Պեսկովը հավելել է՝ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության հնարավորությունը։ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել։ Ռուսաստանի ՊՆՏՎ-ով նախաձեռնությունն իրականացվել է հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Քանի ռազմագերի է փոխանակվել, գերատեսչությունից չեն հստակեցնում։ Այժմ ռուս զինվորականները գտնվում են Բելարուսի տարածքում։ Մոսկվան և Կիևն ավելի վաղ նաև զոհված զինծառայողների մարմինների փոխանակում էին իրականացրել։ Ռուսաստանից Ուկրաինա է տեղափոխվել ավելի քան 6000 մարմին։ Մոսկվան ստացել է 78 մարմին։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխանակումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։